Շոյանյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ 3 հայոց բանակի օրներ եւ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա երեք չէր այցելել Եռաբլուր, ինչը ընդհանուր առմամբ ինչի են վերածել իրենք բանակի օրը մեր համար, մեր կյանքը արդեն այս վերջին 8 տարիների ընթացքում արդեն բանակի տոնը ուրախություն չի, այլ միայն տխրություն է, որ մենք դիմավորում ենք Եռաբլուրում։ Նաեւ նրանք այցելել էին Եռաբլուր ամսի 27-ին, որը իրենց կողմից նշանակված հենց զոհերի հիշատակի օրն է, եւ այդ օրը Փաշինյանը ուղերձով է հանդես եկել եւ ասել, որ ամսի 27-ը արդեն քաղաքացիները սկսել են անվանել երկնային բանակի օր, ժողովրդական այս ձևակերպման մեջ շատ սեր կա։ Մեր իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրաց կյանքը տված նահատակների նկատմամբ։ Արդյունքների միջից մենք շփտում ենք ձեզ եւ խոնարհվում ձեր հարազատների առաջ եւ ծնկի ենք գալիս ձեր առաջ։ Սա ասում է այն մարդը, ով նույնիսկ չմոտեցավ տղաների գերեզմանին, չմոտեցավ Արցախի կանչ ուշակոթողին, ով ուրացավ մեր տղաների պաշտպանած հողը։ Խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ուզում եմ հասել հետևյալը, որ հունվարի 28-ը ինձ համար առանձնահատուկ օր է, կոնկրետ ինձ համար, որովհետև ինձ համար դա Հայոց ազգային բանակի տոնն է, կազմավորման, եւ նաեւ այդ օրը ծնվել եմ, իմ ծննդյան օրն էր, եւ երբ որ ես երեք գրառում արեցի իմ Facebook-յան էջում, որտեղ բաժանեցի, որ մինչև 2018 թվականը հպարտացել եմ իմ բանակով, որին նվիրել եմ կյանքիս 28 տարին, իսկ հիմա պատերազմի սպասողության ուրեմն հետևանքով ինձ ահաբեկված եմ զգում եւ հետևանքների համար մտահոգ եմ։ Եվ մի հատ շատ հետաքրքիր մի անձնավորություն, որ պարվա խելառից բացի ավել չեմ կարող ասեմ, ուրեմն կոմենտ է գրում 65-ամյա կսա, այսինքն ոչ մեկին ոչ նեղացրել եմ, ոչ վիրավորել եմ, ոչ մի բան։ Գրում ասում է, այ քանի որ դու մինչև 2018 թվականը ապրել ես, այսինքն ինքը մինչև 2018-ը չի ապրել, ինքը դրանից հետո է ապրել։ Այ եթե դու մինչև 2018 թվականը ապրել ես, նշանակում է դու ասում է դավաճան ես, գող ես, կաշառակեր ես, թալանչի ես ու սրիկա ես։ Հիմա ուղղակի հարցը սա էլի, ասենց էս չէ կարա դուք, այ ուռոդանասուններ, էս չի ձեր բանը կարա, էս պարվա խելառի նման մտածողություն ունեցող, մի հատ էլ ծեր կին թոշակառուկին, իրա վրի ծերում է, որ համ սոված է, համ թերի հագնված է, այս ցուրտ եղանակին եւ այլն, մի 36,000 դրամ երևի թոշակ է ստանում։ Վայ ասում է, գիտեք ինչ լավ է, որ այդ պարգևավճարները իրանք իրար մեջ բաժանում են, բա իրանք մեր երկիրն են, չէ կառավարում, բա պետք է այդ փողերը վերցնեն ստանան, որպեսզի լավ երկիր կառավարեն, մենք էլ լավ ապրենք։ Այսինքն ինքը համարում է, որ լավ է ապրում, չանհասկանալի է։ Եվ մի 28-ի եւ 27-ի խորհուրդը։ Տոնածառի լույսերը սրանք վառեցին, ուրեմն հրեական պետության ինչ-որ տոներից, կարևորագույն տոներից մեկի օրը։ Հունվարի 27-ը նշանակում են մեր զոհերի հիշատակման օր, որը նաև հոլոքոստի հիշատակման օրն է։ Ու ուզում եք ասեք, էսի պատահականություն է։ Այդ երկրային բանակից, որ խոսում ես, տգետ, ինձ համար ցանկացած օր մեր զոհված եղբայրների հիշատակման օր է։ 365 օր, օրը 24 ժամ։ Մեր տղաների, մեր զոհված տղաների հիշատակման օրն է։
Այդ ինչ տոն ես հորինել, արա։ Այ դեբիլ։ Էնել ինչ օրի հետ համընկած։ Ու սա հատուկ է արվում։ Սա պատահականություն չի։ Հանգարց մտնելու հետ չանցնի, որ այսինքն ինքը կարար ամսի 29-ին դա առներ, չէ, չգիտեմ։ Դա կարար աներ նոյեմբերի 9-ի 10-ի մոտերքը, հա, եթե տենց բաներ ուզում աներ, բայց ոչ հոլոկոստի հիշատակման օրը։ Եվ սա արվում է այն ֆոնի վրա, երբ որ չեղարկվում է ցեղասպանությունը, ցեղասպանության ուրեմն արարողակարգերը, չեղարկվում են ուրեմն Սարդարապետի պատերազմի ուրեմն հերոսամարտերը, Բաշաբարանի հերոսամարտերը, ընդհանրապես դե որովհետև դա նախկին Հայաստանն է։ Հիմի ներքին Հայաստանում այդ ամեն ինչը տեղ չունի։ Եվ այո, դու բանակի օրը չես այցելում Եռաբլուր, ամսի 27-ին ես գնում։ Եվ տղաների շիրիմներն էլ բնականաբար չես մոտենում, եւ այս տեսանյութերն եմ լսել, թե ինչ տեսակի գնահատականների ես արժանացել այնտեղ գտնվող ծնողների կողմից։ Ես դիտավորել ամսի 27-ին չեմ գնացել, որտեվ ես չեմ համարում, որ կա իրավունք այսինքն մի հատ մի օր այդ զոհերի հիշատակման օր անել, որովհետև մեր ժողովրդի մեջ, մեր հասարակության մեջ եւ մեզ հաջորդող սերունդների մեջ պիտի լինի շատ կտրականապես դրված դիրք, որ մեր մոտ յուրաքանչյուր օրը դա հիշատակման օր է մեր զոհված նահատակված քույրերի եւ եղբայրների, որոնք եւ ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ ընդհանրապես ամբողջ Եռաբլուրի մասին է խոսքը։ Այն պանթեոնները, որ Եռաբլուրում չեն թաղված զոհված տղերք, այլ պանթեոններում շրջանների, նաեւ իրաց։ Եվ սրանով ինձ թվում է այս ամեն ինչի մասին խոսալը նամանավանդ այս ամբողջ պատերազմի ժամանակ ամեն րոպե եւ ամեն քայլ դավաճանություն կատարած Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ ուրեմն թշնամական գործողություններ արած անձը իրավունք չունի ոչ Եռաբլուր գնալու, ոչ ինչ որ բան հիշատակելու կապված մեր տղաների հետ կապված։ Մի արա այդ բանը, այդ պիղծ առարկները մի արա։ Մեկը պատասխան ես տալու։ Հաստատ պատասխան ես տալու, ձև չկա։ Աստված տենց բաներ չի ներում, քեզ էլ չի ներելու։ հասանելի չէր դառնա հապկին, որը ՀՀ անդամակցությունը նույնպես խոչընդոտում էր նման գործարքների կնքելու համար։ Ուրեմն մանիպուլյացիա է եւ բացարձակ սուտ է, քանի որ մենք շատ մեծ քանակությամբ եւ վատագույն դեպքում ներքին արժողության ուրեմն չափանիշներով բավարար քանակությամբ զենք ենք ստանում Ռուսաստանից եւ այդ զենքը ամբողջությամբ բավարարում էր մեր բանակի բոլոր կարիքները։ Որևէ այլ զենք գնելու Հայաստանամսը կարիք չի ունեցել ուղարկի։ Այս դու գերագույն թշնամի, երբ որ եկել ես իշխանությանը,
Եվ ամեն ինչ արել ես, որ այդ զենքի մատակարարումը Ռուսաստանից դուրս գա, չկատարվի, թույլատրեցիր բանակը, նախապատրաստեցիր բանակը պարտության, դիտավորությամբ, կոնկրետ քայլերով, նախապատրաստեցիր բանակը պարտության, որը էլի չէր պարտվի, եթե դու չլինեիր, նույնիսկ այդ թույլացած վիճակում, հրահարեցիր պատերազմը, ինքդ, քո ձեռով, կոնկրետ հրահարեցիր, կազմակերպեցիր եւ այլն եւ այլն։ Արցախին թողեցիր մենակ, Արցախի դեմ պատերազմը երբ որ սկսվեց 23 թվականին ոչ մի բանով չօգնեցիր, ամբողջությամբ դավաճանեցիր ու ծախեցիր։ Ինչ հեքիաթ ես պատմում։ Ում ես խաբում։ Հա, այն 36,000 դրամով որ քեզի քցնում էր ու հələ մի դրամ ավելացած թոշակ չունեցած պարավին կարող է այտենց խաբես։ Կամ այն պարվա խելառին, որ մինչև 2018 եթե ապրել եմ, ուրեմն եսի ինչ, քիչ առաջ ասեցի, դրանց կարող է խաբես։ Բա բնակչության առ զանգվածին դու էդի ասում ես։ Ինչ ես ուզում դրանով ասես, որ հա հələ այնքան կաս, որ ինչ ուզես կասես, ու ոնց կուզենաս կֆռացնես, այլ ստախոս, այս ստաբան, ստամոլ, ինչ հեքիաթ ես պատմում։ Էբր 8 միլիարդ որ վերցրել ես արտաքին պարտ զենք ես գնել, ում ես խաբում արա։ Ում ես խաբում։ Այս մենակ ես վերջի անգամ էր, որ 7 միլիոն դրամանոց պարգևը վճարները բացահայտվեցին։ Մինչև այդ անընդհատ էդի արվել է։ Դու մեր բյուջեից ես այդ գումարը տվել, մենք այնքան բյուջե ենք, ուրեմն գումարել, որ դու այդքան ունեցել ես, մոռացար, որ համահայկական հիմնադրամի գումարները բյուջե մտցրիր, այդ էլ մսխեցիր, որ հիմնական սա հիմնադրամները դատարկել ես։ Էդի սաղ մոռացար, հիմի դու ասում ես մենք այնքան ուժեղ բանակ, այնքան ուժեղ զինված ենք, էդ էլ ասուտ։ Սա բացարձակ սուտ է։ Եվ սա էլ արվում այս սուտը նրա համար, որ բնակչության դիմակայությունը, ուրեմն դիմադրողականությունը բթացնելու, սպանելու, մարելու համար է։ Այս խաղաղության կեղծորակարգը առաջ բրդելու համար է։ Ուրեմն դու մտածում ես, որ Ադրբեջանը այնքան դուռա կա, որ տենալով, որ դու շատ ուժեղ սենց զինվում ես, սենց աննախադեպ ուժեղ, սենց քեզ զենք, զինամթերքենով այդ զենք զինամթերքը տրամադրել։ 3 հատ ինչ-որ զրահապատ ինչ-որ մի հատ մեքենա է ուղարկել Ֆրանսիան, ու մինչև հիմա իբր թե 720 միլիոն դոլարի պայմանագիրը Հնդկաստանի հետ կնքված, հələ տեղից ոչ մի բան չի եկել, եկածներ ասված գիտի ինչ է գալու։ Լավ էդ էլ եկավ դրա սպառազինության մատակարարման, ուրեմն գործողությունները, համալրումը, հատկապես պատերազմական գործողությունները սկսվելու ժամանակ։ Ինչ է լինելու։ Արդյոք չի լինելու նույն Արցախի պատմությունը, երբ որ Արցախը ինչ ուներ կրակեց, զոհեր տալով, հերոսաբար, միջև վերջի պատրոնը, միջև վերջի նռնակը, միջև վերջի այլ տեսակի ուրեմն զինամթերքի սպառումը, նոր դուրս եկավ, որ դուք էլ աղաղեք, որ 200 միլիոն դոլարի զենք զինամթերք, բա ինչ պետք է անեն, ոնց պետք է դուրս անեն, դուրակ։ Կամ եթե այդ զենքով կրակելու նյութ չկա, ինչով էր կրակելու, ինչով էր կռվելու, չկռվեցին, փախան։ Անամոթ անընդհատ ստեր, խաբեբայություն, մանիպուլյացիա, կռուտիտներ, զիբիլների մեկը, անամոթներ։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ այդ իմաստով։ Մենք չունենք այսօր ուժեղ զինվածություն եւ ուժեղ զենքատեսակներ եւ որովհետեւ մենք այս ոչ մի բան չի մատակարարել։ Սա բացարձակ սուտ է։ Եթե այդպես բան ելներ, արդեն պատերազմը սկսվել էր մի
3 անգամ, 4 անգամ, մի տարի առաջ, 1.5 տարի առաջ Ադրբեջանը սուսուփուս աչքերը փակ, թույլ չէր տա որ դու զինվեիր, արա։ Ու այդ նորությունը մենք մենակ քեզանից իմանայինք։ Մենք էդի Ալիևից կիմանայինք։ Կհազակեր, կբողոքեր, միջազգային ատյաններում հարց կբարձրացներ, որ տեսեք խաղաղության օրակարգը խախտելով հայերը զինվում են, ուժեղ զինվում են, որովհետև ուզում են ռևանշի գնան։ Ինքը այդ հարցը կդարձներ կռվի առարկա միջազգային ատյաններում։ Այդ խաղաղության պայմանագիրը չեղարկված լինելու արդարացնման համար չկա ոչ մի բան ստորագրված։ Այն որ Թրամփով բանով ընդդեղծում է, դա էլ է խաբեբայություն։ Դա խոսքը ընդհանրապես միջանցքի մասին է, որ Թրամփին է պետք։ Ոչ Ադրբեջանին է տալի, ոչ Հայաստանն է դրանից օգտվելու։ Իսկ պահպանությունը եւ անվտանգությունը ապահովել են հատուկ միջազգային ուժեր, որտեղ որ իմ եղած ըստ օդում շրջանառվող լուրերի հիման վրա լինելու են թուրք զինվորներ Թուրքիայի հանրապետության ուրեմն զինծառայողներ։ Դենց որ մենք այսօր երբ որ խոսում ենք սրա մասին պիտի հասկանանք որ չկա տենց բան ժողովուրդ, դե մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահին մի մարդու նման ոտքի կանգնել եւ պաշտպանել մեր երկիրը։ Իսկ որ Ադրբեջանը հարձակվելու այս կասկած չունեմ։ Ուրիշ բան չի մնում Ադրբեջանին անել, իրան Հայաստանը ոչնչացնել է պետք։ Նորից եմ ասում, թե Թուրքիան, թե Ադրբեջանը իր ձեռքից նման շատ շահավետ պատմական վիճակ Հայաստանին ոչնչացնելու համար ձեռքից բաց չեն թողնի։ Եվ ոչ մեկ Հայաստանին չի պաշտպանի։ Ոչ մեկ, մենք ենք մեր պաշտպանը։ Պատրաստ եղեք, ժողովուրդ։ Իմ եղբայրներ, իմ մարտական ընկերներ, չկա տենց բան, սուտ ասում։ Զենք, զինամթերք, ուժեղ բանակ, չկա տենց բան։ Բացարձակապես չկա։ Ես էլ չեմ ասում, որ երբ որ դու զենք, զինամթերքի տեսականին փոխում ես մի երկրի արտադրությունը, հանում ես շրջանառությունից, մյուս երկրի արտադրության զենք, զինամթերք ես ներմուծում։ Այդ դրան նախապատրաստվելու շատ լուրջ ժամանակահատված է պետք։ Ես գոնե որպես զինվորական դա գիտեմ։ Արցախի հայաթափվելուց հետո Ալիևը ինքն է հայտարարել, թե ինչքան զենք եւ զինամթերք է 6 միլիարդի զենք եւ զինամթերք է վերցրել Արցախից։ Այսինքն մեր բանակը հզոր էր, այդ իր ստերը, որ մեր բանակը միջև այս շատ վատ վիճակում էր, զենք չունեինք, մեզ չէին տրամադրում։ Դե հենց դրա մասին էլ ասում եմ, էլի, որ մենք զենք, զինամթերք, զենք ունեցել ենք եւ ունեցել ենք բավարար չափով։ Բայց Արցախը դիմակայելու համար զինամթերքի կարիք ուներ, որը սկզբից իրար հետ պայմանավորված այդ էկոլոգիական այդ եսիմինչ զիբիլները, որ եկան ճանապարհը փակին, ու սրանք ոչինչ չարեցին ճանապարհը բացելու համար։ Երբ որ Արցախը մատնված էր սովի, ոչինչ սրանք չարեն, ոչ միջազգային ատյաններում բողոքին, ոչ հարց բարձրացրին, ոչ մի բան դրա համար չարեցին, բացարձակապես հատուկ, ինադու չարեցին։ Արցախին թողեցին սոված, առանց հոսանքի, առանց որևէ մի բանի, ինչպես նաև զինամթերքի մատակարարման հարցը հագեցին եւ փաստացի Արցախցուն թողեցին առանց զինամթերքի, դե հետևանքներ դա պետք է լիներ, բնական է, չէ՞ որ էլի փամփուշ չունես, ավտոմատը ձեռդ, դե փամփուշ չունես, ինչ պետք է անես այդ ավտոմատը։ Թուրքը պետք է թողեր այդ ավտոմատը շալակած բերեր հասցներ Հայաստան, կամ այդ տանկերը հրետանեին, ես չգիտեմ մնացած այն զինատեսակը, թուրքերը պետք է սուսպուսասեն լավ պատրոնները պրծել է, էդի կարակ տանեք, դա ձերն է, հա։ Դե դրա մասին է խոսքը, մենք շատ էլ լավ ուժեղ բանակ ենք ունեցել, մենք ունեցել ենք բանակ, որը ընդունակ ա եղել
հաղթելու 44 օրյա պատերազմը, երբ որ երրորդ բանակային կորպուսը խնդրում աղաչում էր իրան թույլ տալ թիկունքից խփել ադրբեջանցիներին, կատրականապես արգելվեց, թույլ չտվեց, եւ մնացած ուրիշ շատ բաներ, կրկնում եմ, չէ, Շուշին 2 օր օդը փագ ա եղել, մինչեւ որ Արգիշտի Քարամյանը փողերները տեղից հանում, այդ որ կարողանում էին օդը փագեին, այդ ամբողջ պատերազմի ժամանակ խեր օդը բաց։ Ես էլ չեմ ասում, որ պատերազմի վերջում նույնիսկ այդ վիճակում, երբ որ կարծես թե ամենտեղ ճակատային գիծը փլվում է, իրականում տղեկը հերոսաբար կանգնած էին, եւ Ադրբեջանը շատ լուրջ սպառվել էր։ Ադրբեջանը այդ պատերազմը շարունակելու հնարավորություն չուներ, որովհետեւ ինչ որ ուներ, չուներ, միանգամից հենց այդ բլիցկրիգ, ուրեմն կոչեցյալի բանով հույս ուներ, որ հենց միանգամից հենց 2-3 օրվա մեջ Արցախ կվեկալի, չկարացավ, ստիպված հա զենքերը ներդրեց, հա զենքերը մտածելով որ հեսա կփլվի, հեսա կջարդվի, հեսա կկոտրվի Արցախը։ Տեսավ չի ստացվում, մեկ էլ շուռ եկավ տեսավ, որ ինքն էլ զենք զինամթերք չունի։ Իրականում շատ հələ հասկանալի է պետք։ Այդ խաղաղությունը մենք ուզեցինք, ռուսները առաջարկեցին, խոսքը նոյեմբերի 9-ի մասին է, թե հենց ադրբեջանցիները խնդրեցին, ինչպես քարորիայի պատերազմի ժամանակ եղավ։ Դա շատ հարցական է։ Մենք երբեք բանակը թույլ չենք ունեցել, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դու եկել ես ու ամեն ինչ արել ես բանակը թույլատնելու, քանդելու, կազմա լուծելու, երբ որ եկար ու սկսեցիր ընկնել հերոսների հետևից, գեներալիտետի հետևից, երբ որ սկսեցիր վարկաբեկել մեր հերոսամարտերը եւ հերոսական դիրքերը, երբ որ կնիկդ հայտարարեց, որ Արժի Արցախյանում տղեկը զոհվել էին հանուն ոչինչի ու այն այլանդակին մուղամի էր հրավիրում Շուշիում։ Իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ անձամբ գնում էր եւ իր լոկացիայով շեշտադրում էր, թե որտեղ պետքա կոնկրետ գնդակոծի Ադրբեջանը։ Հենց որ հեքիաթներ մի պատմի սուտասան։ Չի եղել այդպես բան։ Ուրեմն Թշնամին 20 տարի զենք էր առնում, դուք էլ 7 տարի իշխանություն եք, դուք էլ առնեիք։ Քիչ էիք առնում։ Դու քո գերագույն թշնամի, մեր գերագույն թշնամին, որը քո ամենասիրելի Տեր Աստվածն է, ասում են, որ ամեն ինչ գիտեր երբ է պատերազմը սկսելու, որ ուղղություններով, մենակ ժամը չգիտեր, օրը, տեղը, զենքի տեսակը, ուղղությունները ինքը սաղ գիտեր, մենակ չգիտեր, որ ժամին է սկսելու։ Դա էլ քո Տեր Աստված Նիկոլն էր ասում, հոյետի ես չեմ ասել, չէ։ Ազգային ժողովում ասել է։ Բա որ այդքանը գիտեր, քիչ էր պատրաստում, թե բանակին, թե բնակչությանը, թե Արցախին դիմակայելու համար։ Խի, Սասունիկ, այ ծախված թշնամի, այ Ալիևի շուն, ոտի տակի տրյապկա։ Հա, Ալիևը 20 տարի զինվում էր, փող էր ծախսում։ Հայաստանը զինվում էր համարյա անվճար, դեբիլ։ Դու չգիտեիր դրա մասին, լավ էլ գիտեիր։ Հետևաբար ինչ որ ասում ես, սուտ ես ասում։ Դու էլ ես սուտ ասան։ Երկրապահի ղեկավար է Սարա, քանի օր ես եղել պատերազմ 44 օրյա ժամանակ։ Մի հատ էտի բարձրաձայն, երբ ես ասել պատերազմի դաշտ ու քանի օր ես մնացել ընդեղ, արա։ Որ թոփրտմերի պրտե վիրավորվել ես ընդեղ։ Իրոք դա այդպես է, թե չէ։ Բզբզա, ի՞նչն ենք բզբզում, արա։ Ինչն ենք բզբզում, ես մարդը ասում է դուք Հայաստան չունեք։ Դուք պատական սկզբումով եկել եք այդ հողի վրա և
այդ հողիտերը հեսա կվերադառնա շուտով։ Շուտով Ալիևի մտածելակերպով, արա դա 30 տարի հետո չէ։ Դա հիմա է արա։ Ինչն ենք բզբզում արա։ Արևելյան Ադրբեջան ենք բզբզում։ Թե արդեն համակերպվել ես, որ Արևելյան Ադրբեջանի Ալիևի ոտի տակի տրյապկեն ես, այ գոյանք։ Ես այդ հիվանդին ոչ էլ ուզում եմ անդրադառնալ, արդեն ինձ թվում է հիվանդ է դա։ Ուղիղը թափած է։ Ուղարկել Արարատ Միրզոյանը երեք ԵԽԽՄ-ում խայտարակ անամոթալի հայտարարություններով է հանդես եկել, ասելով, որ ըստ Արարատ Միրզոյանի ազատության թշնամիները ցանկանում են վերադարձնել մեր ավտորիտարիզմի հարևանների հետ անվտանգությունների եւ թույլ ինքնիշխանության միջավայր։ Այսինքն ստացվում է Արցախում ապրող հայերը, արցախցիները հանգիստ եւ խաղաղ ապրում էին ադրբեջանցիների հետ, իսկ ազատության թշնամիները իդեմս ընդդիմադիրների եկան ու այդ հարաբերությունները խափանեցին։ Դե Արարատ Միրզոյանը բացահայտված եւ չժխտած Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է։ Ինքը չի ժխտել այդ փաստը, երբ որ դրա մասին բացահայտել են։ Դե բնականաբար որ թուրքը, որը իր գանգաբանական դիմագծերով, աչքերի ձևով, նկարվածքով, ուրեմն դեմքի, ուրեմն շրջանագծի, ուրեմն ձևաչափով, ընդհանրապես հայի հետ որևէ ընդհանրություն չունեց։ Նույնիսկ կասկածում եմ, որ ինքը հայ արմատներով Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, ինձ թվում է ինքը հենց թուրք է։ Իմ կարծիքն է։ Հիմա ինչ վերաբերվում է այդ հիվանդի, մի հիվանդն էլ է դա, էլի, հա, հայտարարությանը, կարելի է մենակ մի բան ասել, որ երբ որ դու խոսում ես ավտորիտարության մասին, մի հատ ինձ ասա, էլի, ինչի համար են նստած ուրեմն սրբազանները, ինչի համար են նստած Նարեկ Սամսոնյանը եւ Սաղաթելյանը, Վազգեն, ինչի համար է նստած Սամվել Կարապետյանը, հա, տնային կալանքի տակ կա, բայց իրականում կալանավորված է, էլի, քրեական գործով անցնում։ Ինչի համար են նստած Վահագն Չախալյան, ու լիքը, ասենք թե քանակությամբ մարդիկ եւ ինչ գործ ունեն իրանք ուրեմն ԱԱՑ-ի նկուղներում։ Երբ որ դու խոսում ես իբր մենք տենց դեմոկրատ երկիր ենք, հա, խոսքի ազատության մասին, մեկը մի բան ասում է, մի անգամից փագում եք, կալանավորում եք, մեկից մի փուչուր վտանգ եք տեսնում, անմիջապես կալանավորում եք, ընկել եք եկեղեցու հետևից, մտել եք եկեղեցի, էսի ավտորիտարություն չի, սա ավտորիտարություն չի, նախկիններն են ավտորիտար, այսինքն դեբիլի մեկ, եթե մինչև 2018 թվական ես 28 տարի ծառայել եմ բանակում, կատարել եմ բանակի հանձնարարությունները եւ լավ եմ կատարել։ Հակառակ դեպքում չէի արժանանա պարգևատրությունների, գովասանքների, ուրեմն շքանշանների եւ ուրիշ բաներին։ Այդ նշանակում է, որ ես թալանչի եմ ու գող եմ, փաստորեն էդ ես ուզում ասես, հա, ազատության թշնամի եմ, դեբիլ։ Երբ որ մենք գնում ենք Արցախի համար կռվելու, որպեսզի մեր եղբայրներին քույրերին սպանեն, մենք ազատության թշնամի ենք, հա, որովհետև Ղարաբաղցին եթե տենց լավ ապրում էր Ադրբեջանի կազմում 88 թվականին չէ ոտի հելավ։ Կարեն Դեմիրճյանն էր, չէ, այդ վաղ երկրի ղեկավարը։ Սրանք չէին, չէ։ Հետո Վլադիմիր Մովսիսյանն էր, չէ, երկրի ղեկավարը։ Հետո նոր Լևոն Տեր-Պետրոսյանը, չէ, արա ձեր պապան, ձեր ամեն ինչը։ Իսկ երբ որ արդեն Արցախի դեմ պատերազմը հրահարվեց եւ սկսեցին
ցեղասպանություն իրականացնել 90-ականների սկզբին։ Ու մարդիկ ոտի հելան, զենքը ձեռին կռվելու, ստեղելով հնարավորություններ որսորդական զենքերով գնաց կռվելու, դրանք խաղաղ Ադրբեջանի կազմում ապրող Ղարաբաղցիների ազատության թշնամին էին։ Լավ է անում, հասկանում եք ինչի մասին է խոսքը, քանի որ սենց սաղ ամբողջությամբ ամենուրեք լռություն է, բոլոր ընտրությունների են սպասում, շատ համոզված, որ այս ընտրություններում կարելու են Նիկոլին։ Դե բնականա են էլ պտի տենց բան ասի։ Ու շատ վստահ են իրանց վերով, շատ հանգիստ են, էդի պատահական չի։ Իսկ ես չեմ հավատում, որ այդ ընտրությունները դուք կարելու եք։ Եթե սենց շարունակեք, այս էշությունները լսել, սուսուփուս տանել, սրա դեմ չընվզել, չըմբոստանալ, սրա մասին չբարձրաձայնել, որտեղ այն ինչ որ մենք ստեղի մի ասում ենք, շատ քիչ է, ու շատ քիչ էլ զանգված է լսում, սրա մասին ամենուրեք է պետք խոսել, սրանց ստերը ամենուրեք է պետք բացահայտել, թե չէ չեք կրի սրանց ընտրություններում, ժողովուրդ։ Այդ հենց պարվա խելարները կգնանք ասեն, որ այդ 36,000-ը ինքը ստանում է, ինքը սոված է, լավ է ապրում, հենց դրա համար, որ սրանք 7 միլիոն դրամով պարգևավճար են ստանում։ Էս է լինելու ձեր վերջը։ Դուք կարծում եք մի օր այն քառակուսի գլխով են Վահագ Ալեքսանյանը ինչ, եսի ինչա։ Մի օր են թլիկ իրան լեզուն բերանից դուրս ընկած չի ասելու, որ ոնց որ ասում էր 16,000-ից դարձել են 43,000։ Պետք է ասի, չէ, դե 36,000 տենում ես, այդ մարդ ասում որ երջանիկը լավ է ապրում։ Մի օր էլ է ասելու, հաստատ ասելու է, կարող հենց վաղն էլ ասի։ Խափում էր, չէ, որ 16,000-ից իրանք 43,000 են սարքել։ Գևորիկը կարգալույց եղավ, բայց պարականների կեստոտ արշավը, որ իրենք շարունակում են իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել, որ Արման Սարոյանը շարունակում է մնալ թեմի առաջնորդ, խնդրեմ։ Դե նայեք, սրանց սրբապղծության ու տականք ուրեմն ցինիզմին, այն որ սահման չկա, պետք չի զարմանալ, որովհետև իրանց սկզբից զրկեցին թեմի առաջնորդի դիրքից, ինքը դիմեց դատարան ու դատարան ինչ-որ էշ որոշում կայացրեց։ Ես չեմ զարմանում, որ ինքը մի հատ էլ կդիմի դատարան, որպեսզի այդ կարգալույց վիճակից իրան կոպիտ ասած վերադարձնեն ուրեմն եկեղեցական կյանքի մեջ։ Չեմ զարմանա։ Ամենայն հավանականությամբ տենց էլ անելու է, սա էլ ուզում եմ հարու հասկանալ, բայց ես կարծում եմ շատ հարգելով և շատ սիրելով վեհապարին, որպես վեհապար, որպես եկեղեցի գլուխ, որ շատ է ուշացնում նման պատժիչ գործողությունները, շատ է ուշացնում, նաև այս դեպքում է ուշացրել, սա շատ ավելի շուտ պետք է լիներ, որպես այդ արշավները շատ ավելի շուտ կանխվեն, որպեսզի միջազգային ատյաններում պարզ երևար, որ ստեղ որևէ դեմոկրատիա գոյություն չունի, ստեղ բռնապետական բռնություններով լի իշխանություն է, որը կոնկրետ գործողություններով տանում է այս երկիրը կործանման։ Իսկ որ Գևորգին կարգալույց էին արել, պետք է շուտ արել։ Եվ ոչ միայն բոլորին պետք է կարգալույց արվի։ Համ զրկվեն թեմի առաջնորդների ուրեմն իրանց դիրքերից ու անմիջապես դրանց հետո կարգալույց արվի։ Իրար հետևից բոլորը։ Այնտեղ
բնակչության մեջ լուր է տարածվում, որը մի քիչ տենց կասկածակով եմ մոտենում, որ այդ տիրադավների մեջ ոչ բոլորն են տիրադավ։ Եթե կա իրոք այդպես բան, որ ասենք թե եկեղեցու կողմից ներդրված ինչ որ իբր տիրադավներ են, որպեսզի այդ շարժումը լայն ուրեմն տարածում չստանա, էական չի, կապ չունի բոլորին, իրանց էլ հետը։ Կարգալույծ արա, հետո որ պետք է հետ կբերեք եկեղեցի։ Եթե իրոք այդպես է։ Բոլորի հետ կլինի էդի քահանա, կլինի դպիր, կլինի չգիտեմ ինչ զիբիլ, որը միացել է այնտեղ, պետք է անխնա ձևով կարգալույծ արվեն։ Անխնա ձևով մաքրվեն ու ուղարկվեն աշխարհի կյանք։ Եվ վերջ։ Դե նորից եմ ասում էլ, այս մարդուն անդրադառնալը նշանակում է իջնել իր մակարդակի եւ ներկայանալ իր նման հոգեկան խանգարված։ Բայց բնականաբար բացարձակապես սուտ է խոսացել եւ ԵԽՎՎ-ում իրան հաստատ չեն էլ հավատացել, ուղղակի իրանց հեչ կներկայացնելը լավաշին էլ չի, ստե եկեղեցու հետ ինչ են անում։ Որտեվ հենց իրանց շոյելու արդյունքում են սրանք այս աշճանի ցինիզմով եկեղեցու դեմ դուրս եկել եւ եկեղեցի ոչնչացնում։ Այս սրանք իրանց խելքով ու իրանց նախաձեռնությունով չեն այս ամեն ինչը արվում։ Հենց արևմուտքն է իրանց դրթում նման քայլերի անելու, որովհետեւ շատ լավ գիտեն, որ եկեղեցին են միակ վերջի հենարանն է, որը կարա հույս հավատ արտնացնի ժողովրդի մեջ եւ այդ ժողովրդին ոտի հանի դեպի սեփական իրավունքները, սեփական ինքնությունը, սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ նաեւ բնականաբար, ուրեմն ինքնապաշտպանության մասին մտածել է։ Դրա համար արևմուտքը շատ լավ հասկանում է, դրա համար սրան թույլ ոչ թե մենակ թույլ է տալիս, այս ես նույնիսկ շատ վստահ եմ, որ կոնկրետ կարգադրում ասում է ոչնչացրու եկեղեցիդ։ Ve բնական է, որ դեբիլը պետք է այնտեղ տենց ելույթ ունենար ու տենց էշ բաներ ասեր, ստեղ էլ այսպես 36000 դրամով երջանիկ ապրող մի ծերքին ծափար էր։ Այդ ասելու նույնիսկ անդրադառնալ դուք ձեր հիմա հարցի մեջ ամեն մի նախադասությունը, որը թվարկում եք այդ ապուշի ասածից, ամեն մեկը սուտ էր ու բացահայտ։ Բացահայտ սուտ։ Այսինքն ոնց եկեղեցականները ճնշված չեն։ Այդ երբ որ եկեղեցականը իր հավատացյալների հետ ուզում է մտնի եկեղեցի պատարականի եւ ինչ որ մի հատ աննասուն, ուրեմն իբր թե բարերարի հետ եւ ոստիկանական խմբի հետ թույլ չի տալիս։ Էդի ճնշում չի արա։ Էդի բացարձակ ու բացահայտ ճնշում չի այս սուտ ասան։ Այ խափեփա։ Երբ որ դու արշավ ես կազմակերպում, ուզում ես կազմակերպես, ասում ես դրա մասին, որ պետք է գնանք մայր Աթոռ եւ Կտրիչ Ներսյանին դուրս շպրտենք այնտեղից։ Էդի ճնշում չի արա։ Դու ով ես, դու ի՞նչ իրանք ունես այդպես բան անես։ Քո Նիկոլը տովա, вообще ընդհանրապես դուք ի՞նչ իրանք ունեք այդ եկեղեցու հետ այդպես վարվելու ու եկեղեցու գործերի մեջ խառնվելու։ Լավ է, վատ այդ եկեղեցի է, ինքն իր կանոնակարգը ունի։ Դուք ով եք որ խառնվում եք այդտեղ։ Ուրեմն ասում եք իրանք ճնշված չեն, ոչ մեկ իրանք չի ճնշում։ Այդ Բագրատ Սրբազանի հետ կապված Իրանն ինքը կոչ արել, սպանել, ես չգիտեմ ինչ արել։
Դուք ինքներդ, չէ, հետո քնչականով բանով ապացուցեցիք եւ բացեիբաց հայտարարեցիք, որ էդի կեղծիք է եղել, որ էդի սարկած, ուրեմն ձայնագրություն է եղել, իրականությանը չհամապատասխանող։ Ինչի է միջև հիմա Բագրատ Սրբազանը կալանքի տակ, որ մեղադրանքով, որ հոդվածով, էդի ճնշում չի, դու ճիշտ ես ասում, էդի ճնշում չի, էդի բռնա ճնշումա, կատաղի, ցինիկ բռնա ճնշումա եկեղեցու եւ եկեղեցականների վրա։ Այսքան է։ Ես եմ շնորհակալ։